Բարի լույս սիրելիներ։ Մենք մեզանից որևէ բան անել չենք կարող։ Այսօր առավոտյան յուրաքանչյուր մեկը հարցրեք ինքներդ ձեզ. արդյոք եղել են պահեր, երբ հասկացել եք, որ ձեր ուժը, ձեր իմաստությունը, ձեր ունեցած պաշարը բավարար չէ, եւ դուք գիտեք, որ այդ գործը, այդ անարքը, այդ խոսքը, այդ ամեն ինչը, ինչ որ կապված է ձեր անելիքի հետ, կարող եւ կիսատ մնալ, կարող եւ թերի լինել։ Եվ այստեղ գալիս է մեզ լրացնելու եւ լցնելու Տիրոջ Սուրբ Հոգու շնորհը, որը մեզ առավել զորեղ է դարձնում եւ օգնում է դժվարին պահերին իսկապես լինել կատարյալ, թեկուզ իր շնորհի չափով մեր անելիքների մեջ։ Մի դրվագ կա Հովհաննեսի ավետարանի 3-րդ գլխում, որն ուզում եմ ձեզ ընթերցել։ Հովհաննես Մկրտիչը ասում է հետեւյալը. Մարդ ինքն իրենից որևէ բան անել չի կարող, եթե նրան ի վերուստ երկնքից այդ տրված չէ։ Դուք ինքներդ եք վկայում ինձ, որ ձեզ ասացի, թե ես չեմ Քրիստոսը, այլ ուղարկված եմ նրա առաջից։ Ով հարց ունի նա է Փեսան, իսկ Փեսայի բարեկամը, որ կանգնած լսում է նրան, մեծապես ուրախանում է Փեսայի ձայնի համար, արդ այս ուրախությունը, որ իմն է, կատարյալ է, նրա գործը պետք է մեծանա, իսկ իմը նվազի։ Մարդն ինքն իրենից որևէ բան անել չի կարող, սիրելիներ, եթե նրան ի վերուստ երկնքից տրված չէ։ Ուրեմն, երբ մենք փորձում ենք մենք մեզանից ինչ-որ մի բան անել, չի ստացվելու, ամբողջական չի լինելու։ Այդ պահին կարող է թվալ, որ եղավ, ամբողջական է, բայց կատարյալը, լավը եւ բարին լինում է այն դեպքում, երբ Տիրոջ շնորհն է խոսում մեր անձերի մեջ։ Հետևաբար այսօրվա հոգևոր նախաճաշի պատգամը հետեւյալը թող լինի մեզ։ Եկեք օրվա ընթացքում հետևենք, տեսնենք, թե որքանով ենք մենք ապավինում Տիրոջ Սուրբ Հոգու ներկայությանը մեր կյանքի մեջ։ Որքանով ենք մենք ինքներս փորձում ինչ-որ մի բան անել ուղղակի մեզ վրա հույս տնելով, եւ որքանով ենք մենք կապում մեր արարքը, մեր ընդունակությունները, մեր իմաստությունն ու գործը Տիրոջ Սուրբ Հոգու ներկայության հետ։ Ասեմ ավելին, երբ Տիրոջ Սուրբ Հոգու ներկայության մեջ է քո արարքը, այն չի կարող վատը լինել, այն չի կարող սխալ լինել, այն բարի կլինի ամենակարևորը եւ լավ կլինի։ Հետևաբար, եթե ուզում ենք գործել եւ եթե ուզում ենք մեր գործը Աստծուն հաճելի լինել, գործենք Տիրոջ Սուրբ Հոգով, նրա շնորհով, որովհետեւ ի վերուստ է տրված այդ շնորհը մեզ Տիրոջ փառքի համար աշխատելու, ապրելու, գործելու համար։ Այնպես որ այսօր ուշադիր եղեք ձեր արարքներին։ Մտածեք, արդյոք այդ որոշման մեջ Աստված կա, թե չկա, թե ինքներդ ձեզ ինքնագլուխ արեցիք դա։ Եթե կա Աստված, խնդրեք Տիրոջը թող զորացնի ձեզ ձեր արարքի մեջ։ Եթե ոչ, ուրեմն խնդրեք Տիրոջը ասելով, որ Տեր, ցույց տուր մեզ ճանապարհը, որտեղ կարող ենք գործել, որի մեջ լավը եւ բարին կլինի, այլ կերպ քո ներկայությունը կլինի։ Քրիստոս հայրյա մի մեռելոց սիրելիներ, ձեզ եւ մեզ մեծ ավետիս։